ընտրությունների հետ կապված ես կուզեմ ձեր խոսքը լսենք, ինչպես է Մայր Հայաստանը, քանի որ նաև այնտեղ ունի թեկնածուն, իմիջիայլոց պարոն Բոզյան, վերջերս մեծ բանավեճի ժամանակ տեսանք ինչպես լկտիաբար էր իրեն պահում քպական թեկնածուն, ինչ ուղղակի ճամոթել է, հա, փեշի տակ էր խոսում ինչ-որ տերմինոլոգիայով, նախ իրեն ինչ պատասխան եք տալու եւ վաղաշաբաթում ինչպես են, ինչ հարցերով են ձեզ մոտենում քաղաքացիները, ինչ են առաջարկում, ինչ եք առաջարկում։ Վաղաշաբաթում տեսեք, նախ sense ձևակերպեմ, որ շատ իմ համար զարմանալի մակարդակով Խոյ համայնքը, որ միացավ Էջմիածին քաղաքի հետ եւ մեծ հաշվով այդ միացման արդյունքում տրամաբանական էր, որ ընդհանուր ընտրողների քանակը պետք է լիներ մոտավորապես 65000, որովհետեւ առանձին վերսած, որ մենք հաշվում ենք, թե ինչքան քվեարկողներ կար Վաղարշապատում, Էջմիածին քաղաքում եւ Խոյ համայնքում 17 գյուղերում, ապա իրար հետ միասին կազմում էր 65000, բայց այդ միացման արդյունքում իշխանությունները ներկայացրել են իբր 70000, չգիտեմ, 200 մարդ ընտրող, այսինքն 5000 ավել ընտրող են ներկայացել, որպեսզի պարզ լինի, թե ինչ է նշանակում այդ 5000-ը, ապա ես հիշեցնեմ, որ 21 թվականի ընտրությունների ժամանակ, 21 թվականի ընտրությունների Խոյ համայնքում եւ Էջմիածինում իշխանությունները հավաքել էին մոտավորապես 5000 Խոյում, մոտավորապես 5000-ից ավել, մոտավորապես այդ թիվն էր Էջմիածին քաղաքում, այսինքն փաստացի համախառն իրենց ձայների քանակը կազմում էր մոտավորապես 10000 ձայն։ Հիմա 5000 ձայն ավել իրենք ներկայացնել ընտրությունների ժամանակ։ Ես չեմ ուզում պնդեմ, որ ինչ են իրենց ներկայացնում այդ 5000, այդ բացատրությունը դեռ չկա այս իշխանության կողմից, ինչ որ ձևակերպում են, որ Արցախից փախստականներ են գնացել, բան, չեմ հավատում, որ 5000 արցախցի ապրում են միայն այդ համայնքում, դրա հաշվարկն էլ լուրջ մակարդակի ոչ մեկ չի ներկայացրել, բայց ես մի բան կուզեմ նշեմ, այս ընտրությունների բացի այդ ամեն ինչից, այս ընտրությունների հետ կապված, ուրեմն ես կուզեմ, որ մեր Վաղաշապատի բնակիչները 3 հարթության մակարդակի իրենց համար պատասխանան այն հարցադրմանը, որ ես տալու եմ։ Բարոյական մակարդակ, քաղաքական մակարդակ եւ սոցիալ-տնտեսական մակարդակ։ Սկսեմ բարոյական մակարդակից։ Հայաստանը որպես երկիր կարող է ոտի կանգնել եւ զարգանալ, երբ որ Հայաստանում այն անբարոյական մթնոլորտը, որ միշտ եղել է տարբեր մակարդակների կար եւ 30 տարվա ընթացքում ցավոք սրտի եւ այս վերջին 7 տարվա ընթացքում շատ ավելի խորացավ, այդ բարոյական մթնոլորտը պետք է փոխվի։ Եթե այդ բարոյական մթնոլորտը մենք չկարողանանք փոխել, մենք ոչ մի բան չենք կարող փոխել։ Հիմա տեսեք, իշխանության տեխնացուն Արգիշտի Մեխակյանն է։ Դա Մեխակ Մեխակյանի տղան է։ Մեխակ Մեխակյանը ազգային հերոս է, ով ջոկատի հրամանատար էր, փոխգնդապետ էր, ինքը շարքային զինվորական չէր, ֆանտաստիկ ազնիվ մարդ էր, ազգային ռոմանտիկ մարդ էր, հզոր անձնավորություն էր, որը մեծ գործ արեց առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եւ ողբերգական մակարդակը զոհվեց 1994 թվականի մայիսի 4-ին, այսինքն մի քանի օր առաջ զինադադարից առաջ։ Սա մեծ ողբերգություն էր այդ մարդու համար, բայց Մեխակ Մեխակյանը ուներ երազանք, բոլորը գիտեն դրա մասին։ Ինքը ասում էր, որ իմ որդին պետք է մեռնի Վանում, իսկ իմ թորնիկը պետք է մեռնի մեծ հայքի տարածքում։ Այսինքն ինքը ուներ մեծ երազանք, մեծ հայքի։ Եվ ինքը այդ երազանքը փորձում էր, այսպես ասած, կյանքի կոչել Արցախի ազատագրական պայքարում։ Հիմա պատկերացրեք, եւ զարմանալի չէր, որ ինքը իր տղաներին մեկի անունը Մենուա էր դրել, մյուսի անունը Արգիշտի։ Եվ իր ողբերգություն այդ անձնավորության, այդ մարդու, այդ հերոսի, իր տղան Զավակը Արգիշտին ծառայում է մի մարդու, ով հայտարարել է 4-րդ հանրապետության մասին, որտեղ պետք է մոռանանք մեր ամբողջ պատմությունը, Վանի մասին խոսք անգամ չկա իհարկե, բայց պետք է մոռանանք ոչ միայն Արցախը, այլ նաև պետք է պատրաստվենք, որ ադրբեջանցիները վերադառնան մեր տարածքները, այդ թվում նաև Վաղարշապատ են վերադառնալու իրենք, որտեղ Փաշազադեն հայտարարել է, ինքը նույնիսկ հայտարարել է, որ նույն Էջմիածնում հոգևոր խորհուրդ է ստեղծել, Կազիատ, որը պետք է սպասարկի վերադարձված ադրբեջանցիների շահերը։ Սա ես ուղղակի ասում եմ մեր Վաղարշապատի բնակիչներին եւ այն մարդկանց, ովքեր որ պատրաստվում են ընտրել նոյեմբերի 16-ի ընտրություններում։ Արգիշտի Մեխակյանը ուրացել է իր հոր պատգամը, ուրացել է իր հոր գաղափարները,
ուրացել է իր օր երազանքը եւ ծառայում է մի մարդու, որը ոչնչացրել է Մեխակ Մեխակյանի գաղափարը։ Եվ սա փաստացի մեծագույն ողբերգություն է եւ Մեխակ Մեխակյանի համար, եւ Արգիշտի Մեխակյանի համար, բայց Արգիշտի Մեխակյանը ինքն է որոշում կայացրել ծառայել այս մարդուն։ Ինքը որոշում է կայացրել է հավանաբար իր անձնական կարիքների համար, իր փողի, իր որ ինքը լավ ապրի իր ընտանիքը, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասում է մեր կյանքի նպատակը պետք է լավ ապրելն էլ միայն, անկախ բարոյական մոտեցումներից։ Հիմա հարց. կարելի է արդյոք հավատալ եւ ընտրել մի մարդու, ով ուրացել է իր հորը։ Մարդ, որ ուրացել է իր հորը, Ուրանը նաև իր հայրենիքին, կդավաճանին նաև ձեզ այն քաղաքացիներին, ովքեր որ սպասում ունեն այդպիսի մարդուց։ Սա նույնպես եմ ասում, մենք լավ տղա չենք ընտրում։ Մենք ընտրում ենք նորմալ, բարոյական արժեքներով ղեկավար, տեղական ղեկավար։ Կարող է արդյոք մարդը ուրանալ սեփական հորը եւ բարոյական արժեքներ ունենալ եւ կառավարել։ Իհարկե ոչ։ Սա բարոյական մակարդակով եւ այն մարդիկ, ովքեր որ Մեխակ Մեխակյանի գաղափարով եւ այդ մարդուն հարգելով են ուզում ընտրեն, իրենք պետք է ամեն ինչ անեն, որ իր տղան Արգիշտի Մեխակյանը չընտրվի։ Եվ ամենակարևորը նա է, որ այդ մարդիկ եթե որոշեն եւ գնան ընտրեն, ապա ըստ էության իրենք կկատարեն մի քայլ, որը այսպես արդեն բարոյական տիրույթում արդեն կարելի է գնահատել, թե այդ մարդիկ ինչ տիպի մարդիկ են։ Մնացած արդեն այդ մարդկանց կարելի է բնութագրել բոլոր հարցերը։ Սա բարոյական մակարդակով։ Ասենք քաղաքական մակարդակով։ Քաղաքական մակարդակով ընտրել Արգիշտի Մեխակյանին, դա նշանակում է փաստացի հարված հասցնել հայ առաքելական եկեղեցուն, որովհետև Վաղարշապատի համայնքը դա այն համայնքն է, որտեղ մեր հոգևոր մայրաքաղաքն է Էջմիածինն է, եւ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր ունի, որ նոյեմբերի 16-ի ընտրությունների արդյունքները փորձելու է կապիտալիզացնել եւ դա օգտագործելով փորձելու է այսպես լուծել Էջմիածինի խնդիրը։ Եվ այն մարդիկ, ովքեր ընտրեն Արգիշտի Մեխակյանին, պատմական մեղքի տակ են մտնելու Էջմիածինի այս պայծրությամբ հարված ստանալու համար։ Պատմական, կապ չունի ստեղ եկեղեցու խնդիրը, կապ չունի ստեղ կաթողիկոսի անձը, ստեղ նույնպես եմ կրկնում, սա կա թուրքական Էրդողանի ծրագիրը եւ կա գործիք Նիկոլ Փաշինյանը, որը կյանքի է փորձում կոչել ձեր ընտրությունով Արգիշտի Մեխակյանին, ստեղ արդեն լավ տղա չի աշխատել։ Դուք գնում եք լավ տղա եք ընտրում, կներեք դուք արդեն քաղաքացի չեք։ Կներեք Մաքս Վեբերը բնութագրում էր մարդկանց, ովքեր որ մարդ էին, քաղաքացի են եւ ոչ քաղաքացի են։ Ես չեմ ուզում կոպիտ ձևակերպել նրանք ինչպես էր բնութագրում, կարդացեք այդ իր գիրքը հայտնի, այնտեղ փայլուն գրված է։ Հիմա մենք պետք է հասկանանք Հայաստանում քանի քաղաքացի են մնացել, այդ քաղաքացիները ովքեր են։ Եվ եթե մարդը գնա Արգիշտի Մեխակյանին ընտրի, ինքը փաստացի կապացուցի, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչում չի կարող ունենալ։ Սա միանշանակ եմ ասում։ Անկախ նրանից ինքը շահ ունի տեղ, թե շահ չունի, թե չգիտեմ, առանց շահի է ընտրում կամ չգիտեմ, իրեն կարելի է ինչ-որ մի քանի կտոր բան են տվել, մի քանի արծաթ են տվել, որպեսզի ինքը կարողանա ինքը դիտել, հետաքրքիր չի արդեն։ Դա քաղաքական մակարդակով։ Վերջապես երրորդ մակարդակով, սոցիալ-տնտեսական։ Արգիշտի Մեխակյանը հայտարարում է, որ ինքը լավ վարչարար է, որովհետև մի շարք գյուղերում ինքը ոռոգման ջրի խնդիրներ է լուծել, ճանապարհների խնդիրներ է, լուսավորության հարցեր լուծել եւ այլն եւ այլն։ Հիմա հարց եմ տալիս։ Ուրեմն այդ խնդիրները լուծել է, այսպես ասած, պետական ծրագրերի միջոցով, որոնք օրենքով հաստատված են, այսինքն Արգիշտի Մեխակյանի տեղեկատվներ Կիրակոս Պողոսյանը այդ խնդիրները լուծվելու են։ Այստեղ անձի խնդիրը բացարձակ երկրորդական է։ Ինքը հայտարարում է, որ փաստացի ինքը մեծ աշխատանք է տարել կառավարությունում, որ այդ խնդիրները լուծվի։ Սուտ է ասում հարգելի բնակիչներ, որովհետև լավագույն լոբիստները այսօրվա Փաշինյանի կառավարության մեջ դրանք բանկային ոլորտի լոբիստներն են եւ շահումով խաղերի լոբիստներն են։ Տեսեք Հայաստանի տնտեսական կառուցվածքը եւ դուք կտեսնեք, որ տնտեսական կառուցվածքի մեջ Հայաստանի տնտեսական զարգացման աճի մեջ գյուղատնտեսությունը կամ դոփում է տեղում կամ հետընթաց է զարգանում։ Սա փաստ եմ ասում։ Այսինքն ըստ էության Արգիշտի Մեխակյանը լինի թե Պողոս Կիրակոսյանը, միևնույն է այդ խնդիրները լուծվելու են եւ ավելի լավ կարող են լուծվել, որովհետեւ Արգիշտի Մեխակյանը ինքը մի անդեմ անձնավորություն է, վարչարական իմաստով ոչ մի բան է իրենից ներկայացնում, չեմ կարող ասել իր անձամբ որպես վարչարար չեմ ճանաչում, բայց չեմ էլ կարող պնդել, որ ինքը ինչ-որ մի հրաշքներ է գործել,
որովհետև նույնիսկ կգում եթե իր տեղը լինի ցանկացած այլ մարդ, եթե ըստ էության այդ պետական ծրագրերը կան, ապա պետական ծրագրերով ցանկացած մարդ, օրենքով է դա հաստատված, ցանկացած մարդ էլ եթե մի քիչ բարեխիղճ է, ինքը խնդիրները կլուծի։ Մի կողմ թողնենք թե լավ է լուծել, թե վատ է լուծել, սա արդեն առանձին խնդիր է։ Սա սոցիալ-տնտեսական ծրագրերի մասով։ Հիմա հարց։ Օրինակ, սկսենք քաղաքի խնդիրներից, հետո անցնենք գյուղերի խնդիրներին։ Քաղաքի խնդիրներից էլեմենտար խնդիրներ կան, օրինակ Էջմիածին քաղաքը ներ խորհրդային միությունից արդեն ինքը տուրիստական կենտրոնի պես ընկալում ուներ, որտեղ կար Էջմիածինը եւ տուրիստները, որ գալիս էին խորհրդային Հայաստան, անպայման գնում էին Գարդ Գեղարդ, Էջմիածին, բայց Էջմիածին միշտ գնում էին, այսպես ասած, մի քանի ժամ գնում էին, մոմ էին վառում եւ վերադառնում էին։ Խորհրդային միության փլուզումից հետո ես 30 տարի մեջ Էջմիածինի կարգավիճակը չի փոխվել, նույնն է մնացել, մեծ հաշվով։ Այսինքն Էջմիածինը ֆորմալ իմաստով տուրիստական կենտրոն լինելով, ինքը տուրիստական կենտրոն չէ, որովհետև այնտեղ տուրիստը գնում է ընդամենը 2 ժամ մնում է դուրս է գալիս։ Ինչու՞։ Որովհետև չկան տուրիստական туриզմի զարգացման ենթակառուցվածքներ, դա շատ པարզ խնդիր է, այսինքն հայեցակարգային իմաստով Էջմիածինը բրախած վիճակի մեջ է եղել։ Ցավոք սրտի եմ ասում, վերջին 30 տարվա մեջ բրախած, դեռ խորհրդային միության ժամանակ գոնե ինչ-որ մի քանի արտադրություններ էին աշխատում, մարդիկ ունեին աշխատանքներ։ Էդ էլ չկա հիմա, 30 տարվա մեջ էդ էլ չի եղել, իսկ այս 7 տարվա մեջ 0 գործ է եղել, այսինքն 1 կամ 2 տուրիստական ընկերություն կան, որոնք շատ մակերեսային աշխատանքներ են տանում եւ մեծ հաշվով կարելի ասել, որ Էջմիածինը որպես տուրիստական կենտրոն գոյություն չունի։ Չնայած Էջմիածինը մոտ է аэроպորտին, Զվարթնոց օդանավակայանին եւ Էջմիածինը ունի բոլոր պայմանները փայլուն տուրիստական կենտրոն դառնալու, ինչպես որ բանը Վատիկանն է, Հռոմում, ինչպես որ նույնիսկ Մցխետը, վրացական Մցխետը, որտեղ ապրում է ընդամենը 8000 բնակիչ ունի, որը Թիֆլիսի մոտ է, հա, ինքը туриզմի զարգացման իմաստով այնքան բան են արել Մցխետին, այնց իդեալներ են արել, որ մարդիկ առնվազն մի քանի օր մնում են այնտեղ։ Ես մի օրինակ բերեմ Մցխետի, որ դուք պատկերացնեք։ Մցխետը դա այն աշխարհի եզակի քաղաքներից է, որտեղ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից կարող են ամուսնանալ, ամուսնություն բանը հարաբերությունը կազմակերպել ցանկացած ժամի, գիշերը ժամը 4-ին կամ չգիտեմ առօրյա ժամը 7-ին ամեն օր։ Այսինքն այդ ամուսնության այդ բյուրոն աշխատում է Մցխետ քաղաքում 7-24-ի վրա 365 օր։ Այսինքն այդ իդեալներն եւ թպկահարել են եւ աշխարհում տարբեր բաներ, երիտասարդներ գալիս են ամուսնության ակտ անում են հենց Մցխետ քաղաքում եւ այնտեղ կա արդեն տուրիստական ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, բաներ, որ իրենք մնում են մի քանի օր եւ այդ մի քանի օրվա վրա իրենք կառուցել են արդեն հյուրանոցներ, հյուրանոցային համակարգեր, Մցխետում արդեն նաեւ որոշակի բան կար, հոգեվոր նստավայրի էլեմենտներ կար այնտեղ, այսինքն իրենք փորձել են դա վաճառել տուրիստական իմաստով, որը իր պոտենցիալով շատ ավելի քիչ հնարավորություն ունի, քան Էջմիածինը։ Առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրը չի կարողացել մինչև հիմա մեր հոգևոր մայրաքաղաքը ներկայացնել հանրության, համաշխարհային հանրությանը որպես այդպիսի հոգևոր մայրաքաղաք, դա չեմ ասում խայտարակություն, դա ուղղակի աբսուրդ է պարզապես, որը մինչև հիմա այս բանը չի կատարել, բայց չեմ ուզում հետ գնամ թե ինչ պատճառներով, սա մենակ այս իշխանության մեղքը չի, բայց սա առանձին թեմա է, նույնպես եմ կրկնում։ Հիմա Արգիշտի Մեխակյանը որպես վարչարար, որպես բյուրոկրատ 0 առաջարկություններ ունի այս հարցի շուրջ։ Մինչդեռ Մայր Հայաստանի ներկայացուցիչ Գրիշա Հարությունյանը ունի շատ մեծ առաջարկություններ, շատ հետաքրքիր առաջարկություններ։ Նախ ինքը առաջարկում է, որ ըստ էության ոչ թե 1 կամ 2, այլ մի քանի տուրիստական կենտրոններ ստեղծել։ Նախ ինքը առաջարկում է, որ ամեն տարի, ամեն օր հոկտեմբերի 8-ին քաղաքի օրը մեծ բան սարքել, այսպես ասած մեծ միջոցառում սարքել համահայկական բնույթի, որտեղ հենց այդ օրը փաստացի Մեսրոպ Մարտուցը տարերը ներկայացրեց եւ դա շատ մեծ նշանակություն ունի եւ դա կարելի է համահայկական մի տոն սարքել եւ այդ համահայկական տոնին հրավիրել նաեւ աշխարհից տարբեր քրիստոնյաների, տարբեր մարդկանց, ովքեր որ կուզենան առաջինը քրիստոնեություն ընդունած պետության մեջ գան եւ մասնակցեն։ Իսկ այդ փառատոնը փաստացի, եթե ամեն օր մենք կարողանանք այդպիսի օր սարքենք, ինքը տրամպլին դեր կարող է հանդիսանալ туриզմի զարգացման համար, туриզմի զարգացման հետաքրքիր ծրագրեր կարող են առաջ բերել։ Սա առաջինը։ Հաջորդը
մաշված վիճակի մեջ են բոլոր գրեթե մշակութային եւ հոգեվոր կառույցները, բացառությամբ Էջմիածնի եւ պետական բալանսի տակ բոլոր բաները ոչ մի աշխատանք չի կատարվում, նույնիսկ կոսմետիկ աշխատանք չի կատարվում։ Տեսեք հարևան Վրաստանում ինչ հսկայական, դա կոպեկներ արժեն։ Հաջորդը էլեմենտար բան ասեմ, Էջմիածնում զուգարաններ չկա։ Տուրիզմի զարգացման կենտրոնում ո՞նց կարա զուգարաններ չլինի։ Դա նոնսենս է։ Մի հարց եմ տալիս 7 տարվա ընթացքում ԹՊ-ի կառավարման ընթացքում Արգիշնի Մեխակյանը ռեսուրս չի գտել գոնե զուգարաններ սարքի, որպեսզի տուրիզմը զարգանա, չեմ հավատում։ Չկա այդպիսի բան։ Այսօր չասեմ, որ էլեմենտար ցուցափեղկեր է, որ դրվում են, ասենք, մշակութային կենտրոն բաների, շենքերի բաների առաջ, որ մարդկանց բացատրվի, որպեսզի տուրիստը գա հասկանա անգլերեն, ռուսերեն, հայերեն գրածները բան, այնքան ողորմելի մակարդակի է սարքած, որ գեղի կլուբից չի տարբերվում։ Այստեղ կոպեկներ ընդհանրապես, նույնիսկ կոպեկներ, որ ծախսես, այդ խնդիրները կլուծես։ Էլեմենտար, ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, ուրիշ շատ բան։ Հասկանում եք, հաջորդը կարող եմ ասել։ Ուրեմն մանկապարտեզների եւ դպրոցների մասին ասեմ, ուրեմն նախ եւ առաջ Արգիշնի Մեխակյանը թմկարում է, որ ինքը նոր դպրոցներ է կառուցում եւ մանկապարտեզներ եւ դրա համար է ինքը ջերմոցներից գումարներ հավաքում է, ջերմոցների գումարը պետք է որպեսզի այդ բանի ջերմոցների գումարները հավաքելով ավականին կարողանա ունենալ ռեսուրս, որպեսզի բյուջեն կարողանա բանալ։ Հարց եմ տալիս, եթե դու ջերմոցներից գումարները հավաքում ես, դու քո ֆունկցիան ո՞րն է, այսինքն դե քո բյուջեն, պետք է դու գյուղացների հաշվին հավաքես, ու դու գյուղացներին հաշվին փողը հավաքում ես, ու թմկարում ես, որ դու գյուղացների համար դպրոցն ու մանկապարտեզ ես կառուցում, իսկ մի րոպե կներեք, այն հարցի մի մասով ուզում ես փեսուն լավություն անես, հələ մի հատ ուզում ես վենա մտնես ցույց տաս, որ դու փաստացի լուրջ առաքելություն ունես, ծրագիր ունես, ընդ որում վճարովի մանկապարտեզներ ես բանանում, հələ մի հատ փող ես բռնում դրա մեջ, հա։ Ես ուրեմն հարց եմ տալիս, դա ծրագիր է, պետք է ծաղելի է, ոչ թե ծրագիր է։ Օրինակ Գրիշա Հարությունյանը, Մայր Հայաստանի ղեկավար, ինքը կառավարել է մի համայնք, որը ստացել է այդ ստանձնել է կառավարելը, որը ունեցել է բյուջե ընդամենը մի քանի 1000 դրամ, 10000 դրամ, կառավարման ընթացքում հանձնել է մի քանի միլիոն դրամով բյուջե, մի քանի միլիոն, ընդ որում ինքը գյուղացների հաշվին դա չի արել։ Հիմա դուք կարող եք հարցնել, ասենք, բայց ինչ երաշիկ կա, որ ասենք ձեր տեխնացուն ավելի լավը չի լինի։ Ցանկացած տեխնացուի մասին, տեխնացուն, երբ որ խոսի, բանը ճարեր ասի, կարա խափի, բայց դուք հարգելի քաղաքացիներ, եթե դուք ուզենաք ընտրություն կատարել, դուք պետք է հասկանաք, թե այս մարդը, որ ուզում եք ընտրեք, ինքը նախկինում որ կառավարել է, ինչպես է կառավարել, գնացեք հարցրեք այդ համայնքի բնակիչներին։ Գրիշա Հարությունյանը ինչպես որ կառավարել է այն իր համայնքը, գնացեք այդ բնակիչների տեսակետը հարցրեք։ Այդ բնակիչները ձեզ կասեն, թե ինքը ոնց է կառավարել։ Եվ պետք է մենք ունենանք խաղի կանոն։ Այն մարդը, որ լավ կառավարել է իր փոքր համայնքը, կարող է կառավարել նաև մեծ համայնքը։ Իսկ այն մարդը, որ փոքր համայնքում վատ է կառավարել, չի կարող մեծ համայնք լավ կառավարի։ Սա խաղի կանոն պետք է լինի, ամբողջ աշխարհում տենց է։ Այն նահանգապետը Միացյալ Նահանգներում որ լավ է կառավարում, կարա դառնա նախագահ։ Այն նահանգապետը որ վատ է կառավարում, իրան չեն ընտրի նախագահ։ Այդպես պետք է լինի ամբողջ նաև Հայաստանում։ Հայաստանում լավ կառավարիչը իր փորձով ինքը կարող ապացուցի, որ կարող դառնա լավ ղեկավար տեղի տեղական մակարդակով, միգուցե վաղը նաև ավելի բարձր մակարդակով։ Իսկ այն մարդը, որ շարքային բյուրոկրատ է, բարոյական խնդիրների հələ մի կողմ թողնենք, ոչ մի ինիցիատիվա չունի, զրո պատկերացումներ ունի։ Պատկերացնում եք, ջերմոցներից ինքը փաստում է լրացուցիչ գումարներ է ուզում վերցնի։ Այն հիմնավորումով, որ ինքը պետք է նոր մանկապարտեզներ բրուսել, բարոյական ինչպիսի փարիսեություն։ Ինի հարց եմ տալիս։ Աշխարհի բոլոր երկրների գյուղատնտեսությունները ստանում են հսկայական դոտացիաներ, հսկայական, ֆանտաստիկ։ Հայաստանը եզակի երկիրն է, որտեղ գյուղը ոչ մի դոտացիա չունի։ Հիմա այդ գյուղից պետությունը ոչինչ չի տալիս։ Ինքը բարոյական իրավունք ունի գյուղացուց մեծ հարկեր վերցնի կամ լրացուցիչ գումար վերցնի, իհարկե ոչ։ Նույնիսկ եմ կրկնում, հայ գյուղացին ինքը որ ջերմոցներից ինքը իդեպ ասեմ ջերմոցները զարգացան սկսած մոտավորապես 2010 թվականից եւ թլիչկաձև զարգացում ունեցան եւ այդ ջերմոցների զարգացումը ֆանտաստիկ մեծ ազդեցություն թողեց եւ շատ դրական դեր է կատարում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար եւ նաեւ արտահանման համար տարբեր տիպի ապրանքների, ասենք, գիտեմ, պայմանային անվտանգության խնդիր է լուծում, ծաղիկներ են վաճառում արտերկիր եւ այլն եւ այլն։ Եվ այդ մարդկանց
լրացուցիչ գումարներ դնել իրենց ջերմոցների վրա, դա փարիսեցություն է եւ սրիկայություն է, որտեղ նույնպես եմ կրկնում, եթե պետությունը դոտացիաների ամբողջ համակարգ ունենար, ես կհասկանայի տրամաբանական կլներ, բայց գյուղացին ոչինչ չի ստանում պետությունից։ Եթե գյուղացին ոչինչ չի ստանում պետությունից, ուրեմն պետք է գյուղացին պետք է արտոնություն ունենա, ինչի հայ-թեքի ոլորտը ունի արտոնություն, որ ինքը վաճառում է իր ծրագրերը արտերկրում, իսկ գյուղացին չունի այդ արտոնությունը, որ ինքը իր ապրանքը վաճառում է նույնպես արտերկիր եւ ինքը լուծում է պահանջային խնդիրը։ Հայ-թեքի բանը ներկայացիչը անվտանգային խնդիր չի լուծում Հայաստանում, իսկ գյուղացին անվտանգային խնդիր է լուծում։ Եվ Էսա ֆունդամենտալ տարբերությունը Մայր Հայաստանի եւ քաղաքացիական պայմանագրի։ Էսա ֆունդամենտալ տարբերությունը Գրիշա Հարությունյանի, որը բյուջեն պատկերացնում է բյուջեի խնդիրը լուծել ոչ թե գյուղացիների հաշվին, այլ դրսի ներդրումների հաշվին։ Դրսից հետո դու ներդրումներ բերում ես, բյուջեն մեծացնում ես, դու կոչվում ես լավ վարչարար, լավ կառավարիչ։ Դու դրսի ներդրումներ չես բերում։ Գյուղացիների հաշվին պետք է բյուջեն հավաքես, հետո գյուղացիները նույն դրա համար պետք է մանկապարտեզ դուք ինչ գրոշի արժեք ունենա քո վարչարարությունը։ Հիմա նույն Ագիշտի Մեխակյանը չէր թաքցնում, որ ինքը այո, ինքը չէր հայտարարում, ասում է մենք բյուջեն պետք է հավաքենք բացառապես գյուղացիներից հարկեր հավաքելով։ Սա է իրանց նպատակը։ Սա նույնպես եմ կրկնում, սենց ցանկացած Պողոս Կիրակոսյանին որ բերես մի հատ տոնածառ բերես դնես այնտեղ բան ղեկավար, այդ տոնածառը անկախ դնես տես կաշխատի, ոչ մի տարբերություն չի։ Հիմա Արգիշտի Մեխակյանը կլինի թե Մեխակ չգիտեմ ինչանը կլինի, ի՞նչ տարբերություն։ Սա է խնդիրը, այսինքն մեր ժողովուրդը պետք է, մեր բնակիչները պետք է հասկանան, որ ինչ է նշանակում լավ կառավարիչ եւ ինչ է նշանակում վատ կառավարիչ։ Լավ կառավարիչը դա այն է, երբ որ ինքը դրսի ներդրումների հաշվին է կարողանում բյուջեն մեծացնել, առանց ճնշելու տեղի բնակչության, տեղի գյուղացիներին, տեղի քաղաքացիներին։ Վատ կառավարիչը այն է, որ ինքը ըստ էության տեղի բնակիչների հաշվից հավաքում է փող, հետո այդ փողով ինքը սարքում է ինչ-որ բաներ, հետո սկսում է հպարտանել, որ ինքը մարդկանց նվեր է տալիս։ Դա կոչվում է վատ։ Իհարկե կան սրիկաներ, որոնք տեղի բյուջեն վերցնում են, ուտում են ու բան են։ Դա էլ երրորդ տարբերակն է, դրա երրորդ տարբերակ չեմ քննարկում եւ հուսանք, որ երրորդ տարբերակ գոյություն չի կարա ունենա։ Այսքան։ Եվ ըստ էության ի պատասխան Արգիշտի Մեխակյանի հողեկի եթերում խայտարակ խոսքին թվում է ինքը հասկանող փեշիտակը եւ ինչ է անում։ Դե ես ո՞նց եմ կրկնում, Արգիշտի Մեխակյանը ընդհանրապես դիչ խոսի։ Պետք է գլուխը կախի, ընդհանրապես ոչ միտեղ ինտերնետ չէ, նույնպես ասում ինքը բարոյական հարթության մակարդակի խնդրեմ ունի։ Ելու մնաց քաղաքական, այսինքն մեծ խայտարակությունա քաղաքականը նաեւ։ Հիմա դրա համար ինքը մենակ սոցիալ-տնտեսական թեմաների մասին է խոսում, ասում է ճուտո չզբաղվել քաղաքականությամբ, բայց կներեք ճուտոն այսօրվա դրությամբ, ճուտոն կարա չզբաղվի քաղաքականությամբ, նվագախմբի ճուտոն, բայց երբ որ ճուտոն դառնում է տեղական ղեկավար, այդ ճուտոն չի կարա չզբաղվի քաղաքականությամբ, ինքը ավտոմատ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, պարզապես ինքը խափում է սեփական ժողովրդին, ասում է գիտեք ինչ, ինձ որպես լավ տղա ընտրեք, ես քաղաքականից հետ կապ չունեմ, դուք էլ մի ունեցեք քաղաքականից դուրս։ Եթե քաղաքացին քաղաքականից հետ կապ չունենա, վաղը քաղաքականությունը իրանով կզբաղվի։ Ինչպես որ այն շարքային արցախցին, որ մտածում էր, որ ինքը քաղաքականությամբ կարա չզբաղվի, վաղը մյուս օրը քաղաքականությունը իրանով զբաղվեց եւ ինքը այսօրվացիան կորցրել էր տունը։ Վաղը նույն վաղաշապացին կկորցնեն իր տունը։ Սա է խնդիրը։